Եվ քանի որ այս հարցը ընդգրկվել է օրակարգում, նշանակում է քննարկվել է եւ ստացել է դրական եզրակացություն։ Ես մի քիչ ավելի առարկայական հարց տամ, որը արդեն մի քիչ տեղեկություն է պահանջում։ Տիկին օրենքի հեղինակը, համահեղինակը, կարծում եմ երկու համահեղինակները, հետաքրքիր բան ասեցին, դե վարչապետը գնացել է եւ դրա համար ծախս է։ Եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ, մի ամսվա մեջ կամ 2 ամիս չեմ հիշում, գնացել էր նաև ՄԿՕ-ի թատրոնի ներկայացման, ինքը այցելել է։ ՄԿՕ չէ, Մկրտիչ Արզումանյան։ Ինքը հանրությանը դրան այդպես հայտնի, բայց լավ, Մկրտիչ Արզումանյանին։ Ինչ եք կարծում, կամ դուք տեղեկություն ունեք այդ թատրոնին բեմադրությանը գումար հատկացվել է, թե չէ, թե ուղղակի վարչապետը գնացել է մեքենայի ծախս եւ այլն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, շատ խորհրդանշական է, որ հարցը հենց ինձ եք ուղղում, ենթադրում եմ, տեսել եք լուսանկարներում, որ ես ներկա եմ այդ ներկայացմանը, պիտի ցավոք սրտի տխրեցնեմ ձեզ, ներկայացմանը Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկա է եղել բացառապես հյուրի կարգավիճակով, վարչապետին հրավիրել է հանդարտ մշակութային այգու հիմնադիր դերասան Տիգրանը Գյուլումյան, որին վարչապետը, այո, հիմա ընդդիմությունը կսկսի թիրախավորել նաև Տիգրանին Գյուլումյան, ներողություն եմ խնդրում այս ամբիոնից, նախապես տրամադրելով դրան պարոն Գյուլումյանին, ընդ որում, եթե չեմ սխալվում, աշխատանքային օրվա ավարտին էր դա տեղի ունեցել, արդեն գուցե որպեսզի շփոթ չառաջանա նաև, այս պահին չեմ հիշում, դետալների մեջ չեմ մտնի, վարչապետը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ իր պաշտոն է հրավիրված է եղել, մասնակցել է ներկայացմանը եւ առիթից օգտվելով ցավում եմ, որ թիրախավորվեց թե դերասանը, թե ներկայացման բովանդակությունը, որը բնավ կապ չուներ այն ամենի հետ, ինչի ականատեսը դարձանք այդ օրերին, հուսամ կբավարարեց իմ պատասխանը։ Համեցեք, արձական։ Եթե լսում էիք ինձ Իհարկե լսում էի համակ ուշադրությամբ, բայց Տիկին Ղազարյանի ասած հետևյալն է, վարչապետը մասնակցել է։ Հիմա ակնհայտ է, որ եթե մարդը գնում է ինչ-որ տեղ ելույթ է ունենում, ինքը պետք է հրավիրվի, որովհետև օրինակ ամսի 31-ին բանկերի միությունը կապանով միջոցառում է անում եւ կարծում եմ, եթե հրավեր չլինի, հազիվ թե գնա։ Այնպես որ հրավիրել են, դրա համար գնացել է։ Լավ է նարի հրավիրել են, գնացել է իր գործն է, հենց ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Տիկին Ղազարյանն ասեց, միջոցառումներին, որտեղ ինքը մասնակցում է, արարողակարգային ծախս է լինում։ Ես խոսում էի ոչ թե արարողակարգային ծախսը, օրինակ աշխատանքից հետո ենթադրում եմ անվտանգության աշխատողներին օրինակ հավելավճար է վճարվել։ Ես խոսում եմ նրան, միջոցառմանը ինքը մասնակցել է այդ դասընթացների շարքին եւ գումար է հատկացվել բյուջեից Իմ քայլը հիմնադրամին։ Եվ հիմա այդ նույն տրամաբանության շրջանակներում ձեզ հարց եմ ուղղում. իսկ Մկրտիչ Արզումանյանի եւ թատրոնին գումար հատկացվել է, թե չէ։ Պարոն Խաչատրյան, եթե կարճ ոչ գումար չի հատկացվել թատրոնին, այն նպատակով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը գտնվի այդ ներկայացմանը, եւ երկրորդ, գիտեք, եթե խորանանք, թե ինչ եք դուք ուզում ասել, տպավորությունն է, որ ինչ վարչապետ ինչ պետք է աներ, պիտի հանդարտ մշակութային այգու ղեկավարությունը կամ այսպես ասած ներդրողները պիտի տրանսպորտ ուղարկեին վարչապետի համար, պիտի գնային ուղեկցեին, մինչև վերջ խնդրում եմ, պիտի գնային ինչով սպրինտերով այսպես ասած բերեին վարչապետին, կամ վարչապետը ոտքով պիտի գնար այդ ներկա, ինչ որ բնականաբար շատ կարծում տրիվիալ բանի մասին ենք խոսում, շատ բանալ, հա, որ վարչապետը հասնելով բյուրական որոշակի ռեսուրս պիտի ծախսվեր, դա ենթադրում է, եթե լավ այսքան եք ուզում մանրանանք, բենզին պիտի դրա համար օգտագործվեր, իհարկե անվտանգությունը պիտի ուղեկցեր, այո վարչապետին, չգիտեմ դրանից ինչ եք այդքան իհարկե խոսքս ձեզ չի վերաբերում, ընդդիմությունը չի այդքան ցնցումների մեջ ընկնում, որ վարչապետին ուղեկցում են, երեք էլ մեկը ասում էր ամենապաշտպանված մարդկանցից մեկն է վարչապետը, այո, դե կներեք։